Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Այսօր շատ հետաքրքիր է լինելու։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Ցանկանում էի օրը նվիրել Արթիկին, բայց քանի որ շատ եմ խոսում այդ քաղաքում տեղի ունեցող երևույթներից, փոքրիկ անդրադարձ կատարեմ եւ անցնենք օրվա թոփ թեմային։ Այսօր Անանիկ Ոսկանյանի ցամփությամբ համայնքապետի տեղակալ է ընտրվում Գոռ Պետրոսյանը։ Գոռ Վանյայի Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու համար։ Մասին այսինքն Ով նեղացած լինելով Անանիկից հեծում աշխատանք չունենալու համար սատարել է ուժեղ Հայաստանին։ Վերջին մասը իհարկե տեղեկատվություն է, որը պետք է հաստատի նաև հենց ուժեղ Հայաստանի անդամները, հաշվի առնելով, որ իրենք Անանիկի հետ մտերմիկ հարաբերություններ ունեն, ապա վստահաբար կլռեն։ Մի հատ պատմվածք եմ ուզում պատմել։ Ուրեմն մի մարդ է լինում, ով միշտ ցանկացել է թագավոր դառնա, անգամ այդ ճանապարհին տրորել է մարդկանց, փալանել է, վախեցրել է, անգամ արքունիկական սայլն են սեփականացրել։ Այդ թագավորությունում փոփոխություններ են լինում։ Թագավոր է կարգվում նախկին թագավորի հետնորդը, ով էլ գտնում է մեր այն մարդու տան սայլակը, անգամ այդ մարդու քավորին հասցնում է մահվան։ Բայց որոշ ժամանակ անց թրաշով թագավորը որոշում է, որ իրեն պալատական պետք է կարգի մեր այ վերևում նշված մարդուն։ Մեր արդեն պալատականն էլ հասկանալով, որ միշտ թալանել կողոպտել է ու որևէ բան չի եղել իր հետ, ժողովուրդն էլ հլու հնազանդ է, ավելի է սկսում թալանել։ Մի քանի հատ պալատ է ձեռք բերում մայրաքաղաքում, հսկայական հյուրանոց է գնում բարեկամ երկրի արքունիքում, սկսում է մի խոսքով ասած չտեսնված թալանը։ Իր մտերիմներին հերթով բերում լցնում է պալատ, դրանք էլ իրենց հերթին են սկսում թալանել։ Անգամ ասում են մեր պալատականը կապնվում է արքունիկի գանձապահի հետ ու սիրային կապի մեջ լինում, ինչից հետո ամուսնացած գանձապահը բաժանվում իր կողակցից եւ առանձին տուն տեղափոխվում։ Անգամ պատմաբանները ասում են, որ գանձապահի համար կամուրջի տակ տուն է ձեռք բերում մեր կեղծ բարեպաշտ պալատականը։ Մտածում է, թե անհոգ ապրում է, մի օր էլ պարզվում է, որ մեր պալատականի մեկ այլ աշխատողը կաշառք է վերցնում ու բռնվում է։ Պալատականն էլ ցանկանալով իր վրայից մաքրի, ընկերների մոտ ասում է այդ ուռած գլխին ով էր ասել կաշառք վերցներ։ Մի խոսքով, քավորի վրայից թռած պալատականը նաև փուրն է տալիս իր շրջապատին։ Դա հասկանալով շատ յուրայիններ սկսում են պալատականի վրայից թռնել, սակայն մեր պալատականը ունի այլ համախոհներ, ովքեր դառնալով սովորական կցորդներ կամ մեր լեզվով ասած ձեռք բարձրացնող եղջերավոր տասովչիկներ, աջակցում են մեր պալատականի հետագա թալանին, այդ կերպ դառնալով հանցակիցներ եւ իրենց քաղաքական ամբիցիաները ստորադասող արարոցներ։ Պատմությունը ինչ է ցույց տալիս, ընկերներ, որ շատ դեպքերում մարդկանց սեփական շահը ավելի են գերադասում հանրության շահից, դրանով դառնալով քաղաքական ստրուկներ։ Հիմա վերադառնամ Անանիկ Ոսկանյանին։ Պարոն Անանիկ, արդյոք դուք եք մտածում, որ Պուտինը մարդասպան է։ Պուտին մարդասպան։ Լավրով մարդասպան։ Ինչու առաջացավ այս հարցը, որ դիմեցիք այդ տեսլականը առաջ տանող ուժին, որպեսի փոխհամայնքապետ դառնա ձեր ընկերը։ Ասում են տրակտորը վկա։ Ընկերներ, Արթիկը լինելու է իմ ուշադրության կենտրոնում, այդ թվում բոլոր քաղաքները, բայց կարծում եմ պատմվածքը լսելուց հետո շատ ենթադրություններ ինքներդ կանեք։ Հիմա օրվա կարևորագույն թեման։ Ես միշտ ասել եմ, որ չեմ մտնելու մարդկանց անձնական կյանք, որ դա իմ համար չընդունված երևույթ է, բայց զգուշացնում եմ բոլորին, եթե իրավապահ համակարգը շատ արագ չզբաղվի երեխաների նկատմամբ տեղի ունեցող սեռական շահագործմամբ, ապա ստիպված եմ լինելու հրապարակել բոլորի անունները, ովքեր կապված են տվյալ դեպքերի հետ։ Ունեմ հսկայական տեղեկատվություն, փաստեր, տեսանյութեր, որոնք հենց հիմա էլեկտրոնային փոստով կուղարկեմ բոլոր համապատասխան կառույցներին եւ կսպասեմ ընդամենը 7 աշխատանքային օր եւ կհրապարակեմ բոլոր տվյալները, եթե դրանք լինեն ազատության մեջ։ Տիկին դատախազ, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Հույս ունեմ շատ արագ հանձնարարական կտաք, որպեսզի ձեր էլեկտրոնային հասցեին ուղարկված սա մրկեցուցիչ երևույթի բոլոր այսպես ասած հերոսները ստանան իրենց պատիժները։ Այս մասով կսպասեմ ուղիղ 7 օր եւ կհրապարակեմ բոլոր փաստերը։
Ընկերներ, Հայաստանում թմրավաճառությունը եւ թմրանյութերի առկայությունը ուղղակի աննկարագրելի թվերի է հասել եւ դրա դեմ որևէ լուրջ պայքար տեղի չի ունենում։ Դա չարիք է, որը փաթաթել են մեր հասարակության վծին, որպեսզի ավելի հեշտ կառավարելի լինենք։ Մի խոսքով, այս մասով եւս հսկայական տեղեկատվություն եմ ստացել, որոնք եւս շուտով կհրապարակեմ։ Մի փոքր էլ ցանկանում եմ խոսել քաղաքական իրավիճակից, հատկապես Նիկոլ Փաշինյանի այսօրվա արած մեկ հետաքրքիր արտահայտության մասին եմ ցանկանում խոսել։ Խնդրում եմ դիտեք այդ հատվածը։ Եկեք միասին ամեն օր հրապարակենք իշխող ուժում հանգրվանած շոշափուկներին եւ նրանց ներկայիս թալանի մասին տեղեկություններ։ Այսօր այսքանը, կհանդիպենք։ Հարգանքներով, ձեր Հայը։ Բարև ընկերներ, ահագին խոսելիք ունենք, մի փոքր երկար կքննարկենք։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Նախ ցանկանում եմ պարզաբանում ներկայացնել, որ իմ տեսանյութերում հնչում է այն, ինչը չի կարող սուտ եւ սպառնալիք լինել։ Թե ինչն է կիսատ, դա խնդրում եմ թողեք ինձ։ Դա եւս մարտավարության տեսակ է։ Ընկերներ, երեք քննչական կոմիտեն տեսանյութ հրապարակեց, որ գետնին են պառկեցնում Գագիկ Ծառուկյանին եւ ձերբակալում։ Ընդդիմադիր հայացքներով անձինք սկսեցին մեղադրել ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, իշխանականներն էլ սկսեցին հպարտությամբ խոսել։ Խոսելիք ունենք, մի Իսկ ես կասեմ, չեք հոգնել, չեք զզվել նման էժանագին տեսարաններից։ Ես օրինակ ուղղակի նոհ կյանք եմ ապրում, երբ մեր ազգը բաժանվել է եւ վատ երևույթների դեմն առնելու փոխարեն որոշները հրճվում են, որոշները կշտամբում։ Ընկերներ, հերիք է։ Եկեք համերաշխություն ու արդարություն քարոզենք։ Եկեք վերջ տանք այս խայտառակությանը։ Մեկ է հարուստները հարուստ են մնալու, իսկ մենք հասարակ քաղաքացիներս կրկին սրան կամ նրան ենք մեղադրելու։ Մի փոքրիկ զգուշացում, փոքրիկ կարիերիստ արդեն նախկին պաշտոնյայի խաղալիքին, որ ֆեյքերին ֆաս հրաման տանուց առաջ մտածի նրա մասին, որ որևէ բան չի խանգարելու։ Ես ոչ ձեր ասած ռսահապատակներից եմ, ոչ էլ եվրոպամետներից, առավել եւս ոչ էլ նախկիններից։ Կարող է քեզ այլևս հետ չընդունեն ֆեյքերի բազա, չէ որ դու արդեն չընդունված անձի աշխատողն ես եղել։ Դրա համար հանգիստ նստիր տեղդ, եղբայր։ Ընկերներ, մի քանի օր առաջ խոսել էի, որ Արթիկում տեղի է ունեցել քաղաքական որոշ գործընթացներ, որոնց մասին արդեն իսկ խոսել եմ։ Տեղեկացնեմ, որ վաղը տեղի է ունենալու ավականու նիստ եւ ըստ տեղեկատվության Անանիկ Ոսկանյանը փորձելու է պաշտոնի նշանակել ընկերոջը, սակայն չունենալով համապատասխան ավականու անդամների քվեներ, փորձելու հերթական հակաօրինական քայլին։ Տեղեկացնեմ բոլոր ավականու անդամներին, որ եթե որևէ մեկը քվեարկի Անանիկ Ոսկանյանի ապօրինի ցանկության օգտին, ապա նույն օրը երեկոյան դաշտի միջին տեղի կունենա ոչ ցանկալի հանդիպում բոլոր նրանց հետ, ով կողմ կքվեարկի անօրինականությանը։ Նկար առ նկար, անուն առ անուն, ազգանուն առ ազգանուն եւ այլ մանրամասներով իրենց կերած կղանքներով կհրապարակվի բոլորի անունները, ովքեր կքվեարկեն։ Սա սպառնալիք չդիտարկեք, ընդամենը զգուշացում, հետո չասեք հայը ստորացրեց, խայտարակ եղանք եւ նման այլ բազմաբովանդակ անտրամաբանական նախադասություններ։
Հավատացնում եմ, այնպիսի ուժգին քաղաքական եւ բարոյական ապտակ կստանաք, որ դրանից հետո, եթե ոչ ձեր դեմը, ապա հետևից ահավոր բադ բաներ կասեն։ Դոգի հայոյանքները մանկական խրաչանք կթվա։ Ընկերներ, նաև ցանկանում եմ զգուշացնել հակակոռուպցիոն կոմիտեին, որպիսի որևէ պարագայում չփորձեն հերթական գործը կոծկել եւ արդիկում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի բոլոր պատասխանատուները եւ քաղաքական հայրերը պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Խոսքս վերաբերվում է 3 բերման ենթարկված արդիկի ճարտարապետ կամ ճարտարապետի չինական պատենտ Արկադի Գրիգորյանին, ով ըստ խոսակցությունների տարածքի դիմաց կլորի գումար է վերցրել։ Գիտեք չէ ընկերներ, խոսքը $10,000 մասին է եւ նմանատիպ գումարը չէր կարող ինքնագլուխ վերցնել, եթե իր վերադասը փայ չունենար, սակայն առջևում ընտրություններ են եւ հենց դուք եք որոշելու, արդյոք թալանչին տեղ ունի ձեր համայնքում թե ոչ։ Այսքանն արդիկից։ Հիմա կցանկանամ խոսել ԿՊ-ում տեղի ունեցած մի երևույթի մասին, որի մասին իմանալով Նիկոլ Փաշինյանը ահավոր կատաղել է։ Պարզվում է ԿՊ-ում կան որոշ նախկին ռեժիմի համար դոշ տված ստրկամիտ անձինք, ովքեր որոշ երիտ ԿՊ-ականներին ներքաշել են մութ պատմությունների մեջ, ապա ժողովրդի լեզվով ասած փուրն են տվել։ Ճիշտ եմ չէ, պարոն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Հա, իդեպ, պարոն նախարար, դուք կբացահայտեք ձեր փոքրիկ գաղտնիքը, թե ամեն դեպքում թույլ կտաք ես դա անեմ։ Ընկերներ, ասեմ, որ բազմաթիվ կարկառուն թալանչիներ պարբերաբար այցելում են իմ էջեր եւ իրենց մասին տեսանյութերը դիտում։ Ունեմ բոլոր այդպիսի կերպարների այցերը հավաստող ապացույցները։ Հետևաբար, ում հարցով դիմում եմ, ապա նա վստահաբար դիտելու է։ Ընկերներ, վերջում ցանկանում եմ խոսել, թե ինչ է սպասվում մեզ առաջիկա օրերին եւ ամիսներին եւ ինչի համար են այս մասկի շոուները։ Տեղեկություն եմ ստացել, որ Նիկոլ Փաշինյանը երեկ քննարկել է Գյումրիում իշխանազապթում իրականացնելու process-ը, թե ինչ հավանական սցենարներ կան եւ ով է լինելու իրենց ժամանակավոր պաշտոնակատարը։ Տեղեկացնեմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող մասկարադը հենց այդ համատեքստում է։ Որևէ աշխարհաքաղաքական հետք մի փնտրեք այդ ամենում, որևէ ընտրակաշարք մի ման եկեք։ Ինչ կապ ունի Գագիկ Ծառուկյանը, կասեք շատերդ։ Ասեմ, Գյումրիում կա Մարտուն Գրիգորյան, ով ազգային ժողովի падգամավորի թեկնածու էր Ծառուկյանի թիմի կողմից։ Հետևաբար միակ մարդը, ով ազդեցություն կարող է ունենալ, որպիսի Մարտունը հետ քայլանի, դա այս փուլում Գագիկ Ծառուկյանն է։ Հիշեք այս խոսքերս, շատ մոտ ապագայում կհամոզվեք իմ ասած խոսքերի իսկության մեջ։ Իսկ ամենավերջում ցանկանում եմ հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Նիկոլ Փաշինյան, հիշում եք այն հսկայական թմրանյութը, որ հայտնաբերվեց, որ մեղադրում էիք Միրանի բանանին թմրանյութեր բերելու համար։ Կասեք տեսնեմ, այդ թմրանյութերը որտեղ են, արդյոք Հայաստանի պետական սահմանը հատել են, թե դեռ ձեր հսկողության տակ են։ Իդեպ, ձեր թիմի բազմաթիվ թափթփուկներ զբաղված են թալանով, եւ դրա մասին դժվար ձեզ տեղյակ պահի Նազելի Բաղդասարյանը, չէ որ չարլեզուները ասում են, որ ինքն էլ ահագին հարստացել է։ Ինչևէ, հույս ունեմ, որ ձեր իշխանասիրությունը ձեր ուղեղը չի մթակնի, եւ երբ հայը կլինի փողոցում, մարտի մեկեր չեք կազմակերպի։ Իդեպ, հայը երբեք հակաօրինական գործողություն չի անելու, այլ օրենքով վերապահված բոլոր քաղաքական գործիքներից է օգտվելու, որպիսի ձեզ եւ ձեր թալանչի թիմակիցներին հեռացնենք իշխանությունից, քանի որ որքան երկար մնաք, այնքան մեր հարկերից գոյացած բյուջեն փոշիանալու է։ Պարոն Նիկոլ Փաշինյան, նաև Տարոն Չախոյանին կբարևեք, ասում են հորը թողել է հարբեցության ճիրաններում, ամեն դեպքում այդպես են ասում, որը ցավոք անընդունելի է, անկախ ծնողի կարգավիճակից երեխան պարտավոր է ծնողի հանդեպ հոգատար լինել։ Հա, եթե իր fake news-երին էլ քսի տա, ապա ասեք, որ ահագին հետաքրքիր զարգացումներ կլինեն, մի օր հատուկ իր մասին երկար կխոսեմ, այդ դեպքում դուք եւս իրենց չեք պահի։ Չնայած մյուս կողմից էլ ասում են, ով ձեզ հայհոյում է, վիրավորում է, ապա պաշտոն է ստանում։ Անկախ պաշտոնից տղամարդը պետք է ինքնասիրություն ունենալ, բայց դե ամեն դեպքում հիշեք, որ որքան էլ չուզենաք, մի օր այլևս իշխանության չեք լինելու։ Այսօր այսքանը, կհանդիպենք, հարգանքներով, ձեր հայը։